ջուրը տարեք եմ։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Ինչ էր կատարվում քննարկման մեկնարկում դահլիճում, մեջբերում եմ։ Այս ազգակործան իշխանությունից ազատվելը պետք է Հայաստան դաշինքը խնդրում է 20 րոպե ընդմիջում։ 20 րոպեով գնացին, ազատվեցին ու հետ չեկան դահլիճ։ Բարի ազատում։ Խոսում են իրենց թողած բանակից, սպառազինությունից, ուտելուց։ 2018-ի ամռանն է վարչապետի աշխատակազմի եւ իրավապահների ջանքերով բացահայտվել եւ պաշտոնապես հրապարակվել 2016 թվականներին վճարման արկայության պայմաններում բանակին չմատակարարված 8.5 միլիարդ դրամի սպառազինության գործը, որը լումա վերադարձվեց բյուջե։ 21 միլիոն դոլար մեկ դրվագով միայն։ Այսպիսով դուք բացի զինվորի ներքնաշոր ու նասկի ուտելուց նաև տանկի մատոր, կրադի կուզով, BMP-ի թրթուր եք կերել։ Այդքանը ո՞նց եք կերել։ Այսքան խամյակներ կային, ասենց թշերով, որ հանում էին ու երկու թշից երկու ֆուռ ապրանք էին դատարկում։ Եկել ուտելուց են խոսում։ Այնքան էին կերել, փորները դարել էր գառների գերեզմանոց։ 4 տարի ես մարդկանց ասում ենք նույն բանը, ասում են մեր թողած բանակը։ Նման դեպքերում Ալավերդիում մի ասույթ կա, ասում է տղա ջան 5 անգամ 5, ասում է, հա, ասում է 5 անգամ 5, ասում է, հա։ Հիմա 4 տարիա մենք այս մարդկանց ասում ենք 5 անգամ 5, ասում են, հա։ Ասում ենք 5 անգամ 5, ասում են, հա։ Երբ փորձում են մրոտել կառուցվող 300 դպրոց 500 մանկապարտեզը, մեր դպրոցն եմ հիշում դաշնակ նախարարների եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Զուգարանի դուռը բացում էր դեմդ Բայկալներ։ Կանդոլան պետքա պատից իջացների թիավարելով հասների զուգարանակոնքին։ Ինչպես հասկանում եք, ոչ քաղցրահամ ջրի պաշար ամբարած։ Դա էլ ամեն մեկը չէր, որ համարձակվում էր, որովհետև ճանապարհին մակընթացություն, տեղատվություն, ալեբախություն, ինչ ասես կարար պատահեր։ Փայտ էինք տանում տնից դպրոց։ Մարզադահլիճն էլ ոնց որ Սալվադորի բանտը լիներ։ Կապիտալ նորոգել ենք 2 տարի առաջ, 32 տարի անց։ Հարավային Աֆրիկայի հավաքությամբ զբաղվող քոյ ցեղերի տրամաբանությամբ երկիր եք կառավարել։ Ընտրակեղծարարությունից են խոսում։ Այնքան էին 5000 դրամ բաժանել, Թումանյանը 5000-անոցի վրա ամմութից երեսը շրջել էր։ Փողտուր գրփի փողտուր, էլի գրփի, էլի փողտուր, այդ տրամաբանությունն էր։ Նախընտրական կալբաս բաժանողներին նայեք։ Ասում են կադրային քաղաքականությունը տապալել եք։ 2018-ին դուք չեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ նախարար աշխատում, մարզպետ, ԱԱՑ պետ, ԺԿ պետի տեղակալի չայ դնողի թանսարքող։ Հիշում եք ոնց հեռացվեցիք աշխատանքից 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Բաղրամյան փողոցում ԻՏԵՍ համայն հայության։ 2-ին։ Մեր շարքերից դուրս մնացածները ձեր կողքը նստած պատգամավոր են աշխատում։ Մեր պահեստայինների նստարանը ձեր մեկնարկային կազմն է։ Ասում են բանակցում եք, ինչ եք բանակցում, դե ասեք ինչի դիմաց, գույք պարտքի դիմաց։ 2002 թվականի նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին տրվեց Հրազդանի ջեկը, Սևան Հրազդան կասկադը 7 հեկով, Մարս գործարանը, ավտոմատացված համակարգերի ինստիտուտը, մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, 2006-ին հեծը, 2008-ին հայկական երկաթուղին շարժակազմով, հայ-իրանական գազատարը, հայ գազը դարձրիք Գազպրոմ Արմենիա, թոկը գցեցիք երկրի վիզը։ Մենք սկսեցինք խնդիր չտեսնել, երբ մեր երեխաների մանկապարտեզներն առանձնատներ դարձան, զբոսայգիները խանութներ ու սրճարաններ, երբ հակակարկտային կայանները լիցքավորվում ու կրակում էին միայն գյուղապետերի ծննդյան տարեդարձերին, որպես հրավառությանը փոխարինող միջոց, երբ աշխատանքն ու չարչարանքը, պաշտոնն ու փողը դարձան հոմանիշ, երբ հոգևորականն առանց 15000-ի հանգուցյալ չթաղեց, երբ գիտնականը մուրացկան իսկ մարդակերը ղեկավար դարձավ, երբ Թումանյանը շաուրմա, Սարյանը կալյաննոց դարձավ, երբ մեզ առան 5000-ով, հետո էլի 5000-ով, հետո արդեն 10000-ով, հետո գնացինք երկրից 10000-ներով, չհասկացանք, երբ մեր երկիրը դարձավ էս երկիր, այդպես մեր երկիրը դարձավ էս երկիր։ Մեծ մարտահրավերների ու փոքր մարդկանց ժամանակներ էին, որոնց օղակը քաշած նռնակը պայթեց մեր ձեռքին 2020-ին։
Մենք ինքնակնադատ չենք, երբեմն մեծամիտ ենք, երբեմն լավը չենք։ Մեզ մատնում է մեր լեզվամտածողությունը։ Կեղտոտ աշխատավարձը աշխատավարձն է հարկերը ներառյալ։ Մեր ենթագիտակցությունում հարկը կեղտ է։ Այն հարկը, որից աշխատավարձ են ստանում ուսուցիչն ու բժիշկը, որով դպրոցում անկապարտեզ են կառուցում։ Մեզ մատնում է մեր ժեստիկուլյացիան։ Տանը շիշ ու ծխախոտի մնացուկ չենք շպրտում գետնին, քանի որ մեր ընկալումներում տունն ավարտվում է դուռը կողպելուց հետո։ Իսկ ուր մնաց հեղափոխությունը։ Լայն առումով տխուր, նեղ առումով ուրախ, բայց հեղափոխություն է Արդվի եւ Մղարդ գյուղերի $1 միլիոն արժողությամբ խմելու ջրի հարցի լուծումը։ Փոքր հեղափոխություն 150 տարի սպասված։ Հեղափոխությունը 7 տարում 204,000 նոր աշխատատեղ է, 4500 կիլոմետր ճանապարհն է, 300 դպրոց 500 մանկապարտեզն է, տիեզերքում արբանյակն ու ինժեներական քաղաքն է, կառուցվող 90,000 բնակարանը կամ բնակելի տունն է, զրոյից ստեղծված բարեկային ծառայությունն ու արտաքին հետախուզությունն է, կառուցվող տասնյակ ջրամբարներ ու բժշկական կենտրոններն է։ Երբ 27 տարում 3 միլիարդի հասցված պետական բյուջեն 7 տարում հասցվում է 7.5-ի։ Երբ աղետի ֆունկցիոնալ հետևանքներն Ալավերդիում հաղթահարվում են 11 օրում կամ Գյումրիում չեն հաղթահարվում 30 տարի, չնայած աղետի բնույթը տարբեր էր։ Երբ մեր հաջողությունները մեր երազանքների ացանցյալն են, երազանք թվացող ակադեմիական քաղաքը, առողջապահության համատարած ապահովագրությունը, նոր ատոմակայանը նոր հաջողություն կդառնան։ Այդպես էլ կլինի։ Ասեցինք գնացեք Սոֆիա բանակցեք, գնացին Եվլախից եկան Երևան, երգեցին Ստեփանակերտ։ Հիմա մեզ պատմականի ու իրականի խաչմերուկում առաջարկում են պատմականը ընտրել, ուրվականը, գոյություն չունեցողը, որ հետո էլ մենք երգենք Երևան։ Ուրվական ընտրելը հեշտ է, պատասխանատվություն չկա, պայքար, երազանք չկա, ուրվականի երազանքը չի լինում։ Եվ կդառնա մեր երազանքը իրական, քանի որ մենք ազնիվ ենք մեր նպատակներում եւ անսահմանափակ մեր երազանքներում, քանի որ մեր 4 պատը 3 գույն ունի, քանի որ ավելի լավը չունենք ու չենք ունենալու։ Ծնողից չես փոխի ավելի լավով, ցնցոտիներով ու լաթերով, խեղճ ու կքած, լքված ծնող չի դառնալու եռագույնը։ Եվ կեցցե պետությունը, կեցցե պետականությունը, կեցցե եռագույնը, եւ կեցցե մեր երկիրը, որ այս երկիր էլ երբեք չի դառնալու։ Շնորհակալություն։ Արսեն Թորոսյան